Ընդհանուր անդրադառնանք համաժողովի վերաբերյալ հայտարարություններին ընդդիմադիրների կողմից, այնտեղ խոսվում էր, որ սա 300,000 ադրբեջանցիներին բերելու հարթակ է, կամ օրինակ, որ այս ամեն ինչը արվում ամենակ իշխանության աջակցության համար, Ռուսաստանի հետ մեր բարեկամական այդ կապերը կխզվեն, նաև Ռուսաստանից այդ արձագանքները, մենք տեսանք։ Ընդհանուր ձեր դիտարկումը։ Նախ այդ կատարյալ абսուրդ հիշացնող, չգիտեմ ինչի մասին, էլի, որ ասում է 300,000 ադրբեջանցիների հետ փորձել կապել Եվրոպական միության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցություն, դա չգիտեմ ինչ աստիճանի ծիծաղալու բան է ուղղակի, ու դա հենց շատ արժեզրկում առհասարակ այդ թեման ու ցույց է տալի, որ այդ մարդիկ ուղղակի փորձում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մեղմ ասած ապուշի տեղ դնել, ինչի։ Այսինքն դա նույնն է, ոնց որ գնաց, չգիտեմ, ինչ որ մի սրճարան կամ ռեստորան, ուտելիք պատվիրես, շատ աղի բերեն, ասես շատ աղի է կարել, որ 300,000 ադրբեջանցի գա Հայաստան, ասենք, որ ինչ-որ մի բան դուրդ չի գալի, ինչ-որ մի բանի դեմ ուզում ես պայքարես, դրանք բերել կպցնել 300,000 ադրբեջանցի տերմինը, դա абսուրդ է, ու իրականում առհասարակ այդ թեման абսուրդ է, ու այդ թեման ամբողջ աշխարհում, այս ամբողջ երկրագնդի վրա ամենաշատը խոսում է երկու քաղաքական ուժ, երկու քաղաքական օրթախների, կներեք այս բառի համար, միություն, Կալուգացի Սամոն եւ Քոչարյան Ռոբերտը։ Այս երկուսն են սրա մասին խոսում ամենաշատը ամբողջ աշխարհում։ Չէ, կներեք, Ծառուկյան Գագիկն է վրադիր, այս երեքը։ Ադրբեջանում այդքան դրա մասին չեն խոսում, դրա 1%-ի չափ դրա մասին չեն խոսում, Ադրբեջանից նմանատիպ հայտարարություններ չեն հնչում, դրա մասին խոսում են, այդ թեման առաջ են մղում, այդ թեմայի համար դոշ են տալիս միայն Ծառուկյան Գագիկը, Քոչարյան Ռոբերտը եւ Կալուգացի Սամոն։ Այս երեքը առհասարակ, էս է ամբողջ եղելություն։ Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանից հնչող հայտարարություններին, դա ինչ-որ լրագրողների կամ փորձագետների կամ այդ մակարդակով հնչող բաներ էր, դրան առնվազն լուրջ վերաբերվել կարծում եմ պետք չի, հատկապես ես վստահ եմ առնվազն, որ այդ մարդկանց նաև Ռուսաստանում լուրջ չեն վերաբերվում։ Այս թեմայի հետ կապված Մեդվեդևն է անդրադարձել եւ Վլադիմիր Զելենսկուն եւ Նիկոլ Փաշինյանի նրանց հավանելով անուղեղ ռուսաֆոբներ։ Դուք ո՞վ է այդպես բան ասա, կներեք։ Դմիտրի Մի հատ կկարդակ, հա, կարդացեք էլի։ Խնդրեմ, այսօր Երևանում երեկվա այսօր Երևանում երկու անուղեղ սադիացներ, որոնք գերազանց խոսում են ռուսերեն, իրենց թերարժեքության պատճառով զրուցում էին պատանգլերենով, թե միանգամայն հնարավոր է, որ դա արվել է տեսախցիկի համար, այնուհետև չշարունակեմ, հա։ Չէ, կարդացեք, միջև վերջ կարդա։ Ուզում հասկանամ, այդտեղ որտեղ է կարդացել Նիկոլ Փաշինյան եւ Վլադիմիր Զելենսկի անունը։ Այսինքն դուք ենթադրում եք, որ նրանց ուղղված չի եղել այդ ամենը։ Չէ, կներեք, դուք եկել եք ստեղ որպես փաստ, ներկայացնում եք մի բան, որը չկա որպես փաստ առնվազն։ Դուք եկել եք ձեր ենթադրությունը ներկայացնում եք որպես փաստ, ինձ ասում եք կմեկնաբանես։ Ես ասում եմ, որ Հայաստանի Հանրապետության վարչապետին անուղեղ անվանողը հենց ինքը տափակ ուղեղ է ու անուղեղ է, բայց ես վստահ չեմ, որ առնվազն նույնիսկ կարծում եմ, որ Դմիտրի Մեդվեդևը Հայաստանի Հանրապետության վարչապետի հասցեին նման բան ասել չէր կարող ու եթե ասել ուներ կասեր։ Ոչ Վլադիմիր Զելենսկուն էր ուղղված, ոչ Նիկոլ Փաշինյանի։ Ես Վլադիմիր Զելենսկու հետ ընդհանրապես այն առումով Նիկոլ Փաշինյանին չէր ուղղված, դուք Դե կարծես դուք հակառակում եք վստահ ինչ որ աղբյուրներ ունեք, պարոն Մեդվեդևի աշխատասենյակից, գրասենյակից են ձեզ այդ մասին հաղորդել։ Ես ասում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի հասցեին նման բան ասողը ինքն է դա։ Պարոն Ալեքսանյան վերադառնալով 300,000 ադրբեջանցիներ։ Ու ես բայց նորից բան անելով ձեր հարցին, չգիտեմ այդ որտեղի ձեր վստահությունը։ Կարող է ասենք, չգիտեմ, Քոչարյան Ռոբերտի ու Գագիկ Ծառուկյանի մասին էր գրել։ Ինչի՞ տենց չեք կարծում։ Բայց ինչ գագաթնաժողովի մասին էր գրել։ Գրած էր այդտեղ գագաթնաժողով բառը։ Կամ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի մասին էր գրած։ Չգիտեմ, կարող է ինչ-որ մի սրճարանում հանդիպել են Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը։ Գիտեք, որ չեն հանդիպել։ Նման տեղեկություն ունեք։ Բայց չի հանրայնացվել, չէ՞ այդ մասին։ Դե ինչ կա, հիմա այդ մարդը ինչ իմանաս, ինչ աղբյուրներ ունի։ Պարոն Ալեքսանյան, իսկ Շահին Մուստաֆայևի հետ ինչ քննարկում է եղել, ինչ կարող եք հայտնել, ինչ մանրամասներ։ Ես մանրամասներին անկեղծ ասած չեմ տիրապետում, դեռևս քննարկում չենք ունեցել այդ մասը։ Ընդդիմությունը 300,000 ադրբեջանցիները այնքան չեն քննարկում այդ հարցը,
Իլհամ Ալիևի կողմից, ինչքան քննարկվում են Հայաստանում ընդդիմության կողմից։ Այսինքն Ալիևը հետ է քաշվել այդ պահանջից։ Կներեք, ես Ալիևի փոխարեն ես կներեք, ես պարբերաբար չի խոսում այդ մասին, առնվազն ես առնվազն չէ Ինչ եք խառնում իրար թեմաները, ձեր հարցը որն է, հիմա կհստակեցնեք, հիմա հայ ազգին սեպարատիստներ անվանելն է ձեր հարցը։ Դե ասում դուք այտենց հարտահայտություն երբ եք Ալիևից լսել վերջին անգամ։ Երբ եք լսել վերջին անգամ։ Ես ձեզ ամսաթիվ եմ հարցնում, երբ եք լսել։ Դե ամսաթվով չեք կարող ասել, դե ասում ամսաթվով եթե չեք կարող ասել, ես ձեզ կարամ ասեմ, որ այսօր առնվազն Քոչարյանի ուժը դրա մասին հայտարարել է, երեգա հայտարարել, դրա առաջի օրն հայտարարել, Կալուգացի Սամոնա դրա մասին այսօր հայտարարել, երեգա հայտարարել, դրա առաջի օրն հայտարարել, Ծառուկյան Գագիկնա դրա մասին հայտարարել, այսօր երեգեն մյուս օրը հայտարարել են, բայց դուք հիմա ես ձեզ ասում Ալիևի երբ է դրա մասին հայտարարել, դուք ասում եք չենք հիշում։ Մոտիվը կբացատրի պարոն Ալեքսանյան, դա ինչ նպատակ ունի, նախընտրական ահաբեկչության տրամաբանության մեջ է, քանի որ այն մնացած թեզերը կարծեք թե ջախջախվել Զանգեզուրի միջանցք, բանավոր պայմանավորվածություններ, ստորագրված փաստաթղթերին կից ինչ որ հավելվածներ, որոնցով իբրև թե Նիկոլ Փաշինյանը պարտավորություններ էր վերցրել նոյեմբերի 9-ի փաստաթղթից բխող։ Շնորհակալություն։ Ինձ թվում է մոտիվը շատ հստակ է փորձել մոլորեցնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ու փորձել այդ սոուսի տակ տենց ինչ որ մի քաղաքական ընտրական ստրատեգիա կառուցել, որը փաստացի չի ստացվում ու ավելին ասեմ ձախողվում է նույնիսկ իրանց բաժանած կամ բաժանելիք շալվարների գրպաններից դեռ դուրս չեկած, այսինքն այդ բանը ուզում են այդ խաղաթուղթը հանեն, սենց իրանց բաժանելիք շալվարների գրպանից չեն հասցնում, արդեն միանգամից ընկնում ու կոտրվում է, որտեղ աբսուրդային է ուղղակի այդ ամեն ինչը Հայաստանի Հանրապետությունը շատ հստակ ասել որ նման թեմա չկա առհասարակ բնության մեջ եւ լինել չի կարող։ Իրանց համար եթե կա ու իրանք փորձում են այդ թեման առաջ մղել, դա ուրիշ հարց է, դրա համար դա եւս մի պատճառ է, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները այս քաղաքական պատերազմի եռագլուխ կուսակցությանը ոչ մի քվե չտան Գագիկ Ծառուկյանին, Ռոբերտ Քոչարյանին եւ Կալուգացի Սամոյին, այս երեքին ոչ մի քվե ուղղակի չտան ֆիզիկապես, որովհետեւ սա այն թեմաներից մեկն է, որը նրանք փորձում են առաջ մղել։ Էլ չեմ խոսում այն մնացած թեմաների մասին, որոնք որ կան, որոնք որ օրակարգում են, բայց դեռևս շշուկների մակարդակում են առնվազն, վստահ եմ դրանց մասին եւս առաջիկայում խոսելու առիթ կունենանք։ Էլ չեմ ասում այն մասին, որ այդ մարդիկ օրը ցերեկով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին գնելու փորձեր են կատարում, նրանց գումար են բաժանում, նրանց շալվարներ են բաժանում ու այդպես շարունակ վերակենդանացրել են այդ ընտրակաշառքի համար թաղի խուժանին, ամենավատ իմաստով խուժանին ու փորձում են նորից խուժանին կարգել քաղաքացու գլխին տեր ու տիրական։ Դա նրանց մոտ չի հաջողվելու։ Պարոն Ալեքսանյան, խաղաղության ֆոնին դեռ 3 Իլհամ Ալիևը հայ ազգին անվանում է սեպարատիստներ։ Սա ինչպես է բացատրում։ Հայ ազգին ասելով ում նկատի ունեք։ Հայ ժողովրդին անվանում է սեպարատիստներ։ Մի հատ կարդակ այդ արտահայտությունը։ Չեմ կարող։ Դե չեք կարող կներեք էլի արդեն երրորդ հարցն է դուք, չեք կներեք, երրորդ հարցն է դուք տալիս եք, երրորդ հարցն է դուք տալիս եք ու երրորդ հարցն է ուղիղ, որ դուք ուղիղ չեք ասում մարդկանց խոսքերը, որոնք խնդրում եք, որ ես մեկնաբան։ Կներեք ես չեմ հրապարակված է, չէ, կներեք հրապարակված է, ես չեմ կարող պետական պաշտոնյաների կապ չունի որ երկրի պետական պաշտոնյայի խոսքը մեկնաբանեմ, երբ որ դուք դա մեջ եք բերում խեղաթյուրված։ Դուք ուրեմն չեք լսել։ Ես լսել եմ, դուք խեղաթյուրված մեջ եք բերում, ինձ ասում եք մեկնաբանի, չեմ մեկնաբանում ես խեղաթյուրված հայտարարություններ։ Պարոն Ալեքսանյան, նաև գագաթաժողովի մասին, այս պատմական իրադարձությունների մասին, ինչ հնարավորություններ է ընձեռում այս պատմական իրադարձությունները գագաթաժողովը եւ ինչ դռներ է բացում Հայաստանի համար։ Կարծում եմ գերակնհայտ է, որ սա Հայաստանի Հանրապետությունը այս գագաթնաժողովը ուղղակի դնում է Եվրոպայի սրտում, ինչպես շատ ճիշտ նշեցին եվրոպացի գործընկերները ու փաստացի այս պայդրությամբ Երևանը Եվրոպայի կենտրոնն է, որտեղ եվրոպական 40-ից ավել երկրների առաջնորդներ այս պայդրությամբ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, բոլորի օրակարգում նաև Հայաստանն է ու Հայաստանի հետ հարաբերություններն են ու սա ուղղակի պատմական ձեռքբերում է Հայաստանի Հանրապետության համար, որովհետև օրինակի համար եթե Հայաստանի Հանրապետությունում ինչ-որ մի հրաշքով իշխանություն լինեն այս ընդդիմադիր եռագլուխ կուսակցությունները, ապա Հայաստանի Հանրապետություն պետական այց կկատարի միայն ու միայն Լուկաշենկոն, ուրիշ ոչ մեկ պետական այց Հայաստանի Հանրապետություն չի կատարի ու վերջ։
Էս է ամբողջ եղելությունը ու որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները փողոցում քայլում են, մեկ էլ հանդիպում են Ֆրանսիայի նախագահին, Իռլանդիայի վարչապետին, չգիտեմ, Կանադայի վարչապետին ու այսպես շարունակ ու ես կարծում եմ, որ սա շատ մեծ ցուցիչ է Հայաստանի Հանրապետության միջազգային կարևորության մասին։ Պարոն Ալեքսանյան, մեկ էլ մի րոպե սպասենք, այս տրելը անցնի։ Հա, Տիկին Բաթոյանն է։ Իշտնում է թե բարձրանում։ Կարևորը ու Ինչ է ստեղ։ Կոմենտ չասեմ։ Պարոն Ալեքսանյան, նաև կուզեի այդ արձանագրմանը անդրադառնանք, որ օրինակ Մակրոնը արձանագրեց, որ մի քանի տարի առաջ Հայաստանը Ռուսաստանի հետ էր ասոցիացվում արբանյակներ կարծես ու հնարավոր չէր այդ այցելությունները, այդ մասշտաբի համաժողովները, այսօր արդեն իրադրությունը փոխվել է։ Նաև սա այդ պատմական ձեռքբերման մեջ է մտնում ձեր նշված։ Միանշանակ բնավ չթիրախավորելով գործընկեր երկրներից եւ ոչ մեկին, որտեղ մեծ հաշվով դա նրանց մեղքն էլ չի։ Դա Հայաստանի Հանրապետության իշխանությունների մեղքն է, որ Հայաստանի Հանրապետությունը իրանք Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել են աշխարհում որպես արբանյակ, այո։ Դա իրանց ներկայացումն է եղել ու դրանից օգտվել են այն երկրները, որոնք որ պիտի օգտվեին ու դրանից հետևություններ են արել այն երկրները, որոնք որ դրանից հետևություններ պիտի անեին։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, երբ որ ասում ենք մեր համար գերագույն արժեք է, դա ուղղված չի որևէ մի երկրի դեմ։ Դա ուղղված է ի նպաստ Հայաստանի Հանրապետության, դա ուղղված է ի նպաստ նրան, որ Հայաստանի Հանրապետությունը մշտապես լինի, որ Հայաստանի Հանրապետությունը մշտապես լինի ինքնիշխան։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինքը որոշի իր ու իր երկրի ճակատագիրը, սա դրա մասին։ Պարոն Ալեքսանյան, ընտրակաշառքների թեման էլ շոշափեցիք մի հարց, քանի որ շատ մասսայական են կարծեք թե ընտրակաշառքի բաժանման դեպքերը, համենայն դեպս իրավաբան մարմինների հրապարակած հաղորդագրությունները, ձայնագրությունները դրա մասին են վկայում։ Ձեզ մոտ մտավախություն չկա, որ ընտրակաշառքի նման ծավալի բաժանումը կամ ինչպես դուք ասացիք, թաղային խուժանի մոբիլիզացիան, որպեսզի աշխատի ընդդիմադիր քաղաքական ուժերի օգտին, կարող է էականորեն բացասական ազդեցություն ունենալ քվեարկության օբյեկտիվ պատկերի վրա։ Եվ ինչ մեխանիզմներ տեսականորեն նման բան կարող է հնարավոր լինել, բայց դա տեսականորեն միայն, որտեղ գործնականում ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին հենց հունիսի 7-ին գնալով ընտրատեղամաս ու վերցնելով 16 համարի քվեաթերթիկը, հենց այս հարցին էլ է պատասխանելու։ Ինքը պատասխանելու է ու իր այդ 16 համարի քվեաթերթիկը վերցնելով գրողի ծոցն է ուղարկելու թե թաղի խուժանին, թե թաղի խուժանի հագը շալվար հագցնողին, թե այդ շալվարը կարճացնողին, թե այդ շալվարը երկարացնողին, նույնիսկ ավելին ասեմ, այդ շալվար բաժանողներից ոմանց գլխին հենց հագցնելու է իրանց բաժանած շալվարները։ Ու 16 համարի քվեաթերթիկը նաև դրա մասին է լինելու, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ասելու է կգնաք ինքներդ ձեզ, կառնեք, կծախեք, կտանեք մսի շուկա, կտանեք հոգու շուկա, կտանեք խղճի շուկա։ Ես այդ շուկայում տեղ չունեմ, առավել եւս կներեք բարիս համար դախլի վրա։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ասելու է, որ ինքը դախլի, կներեք բարիս համար, դախլի վրա չի եւ չի լինելու այլևս։ Եվ Քարոզ Արշավի հետ կապված մի քանի օրից մեկնարկում է Քարոզ Արշավը, պարոն Ալեքսանյան, Հայաստանի որ հատվածից եք սկսելու տեղեկություն ունեմ, որ հարավային դարպասից եք սկսելու Սյունիքից։ Դրա մասին լրացուցիչ, դրա առաջ չընկնենք, դրա մասին լրացուցիչ կհայտարարենք։ Ակնկալիքները Քարոզ Արշավից դուք Քարոզ Արշավի հետ կապված մեր միակ ակնկալիքը մեր Հայաստանի Հանրապետության հնարավորինս շատ քաղաքացիների հետ շփվելն է ու նրանց մեր ծրագիրը ու կամ մեր գաղափարախոսությունը հնարավորինս շատ մարդու ներկայացնել ու նաև նրանց լսել, ինչը պակաս կարևոր չի Քարոզ Արշավի ընթացքում։ 21 թվականի Քարոզ Արշավը օրինակ ինքը բեկումնային էր նաև նրանով, որ Եվ առաջին անգամ էր, որ ոչ թե քաղաքական գործիչները գնացին, քաղաքական ծրագիր թելադրեցին, այլ նաև վերցրին քաղաքական ծրագիր որպես այդպեսին ու խաղաղությունը հենց այդպես Քարոզ Արշավի ընթացքում ժողովրդից վերցված գաղափար էր, որն էլ հիմա արդեն իսկ մեր նախընտրական ծրագրի մեջ է ու մեր հիմնական դրույթն է, որտեղ քաղաքացիական պայմանագիրը այս ընտրություններին հանդես է գալիս որպես խաղաղության կուսակցություն։ Շնորհակալություն։